նախ եւ առաջ պարտականություն ունենք շնորհակալություն հայտնելու ռուս ուղղափառ եկեղեցու հովվապետին նորին սրբություն Կիրիլ Պատրիարքին Մոսկվայի եւ համայն Ռուսիո հատուկ արտոնությամբ եւ օրհնությամբ իրավունք ունենք բարբերաբար Սուրբ Պատարագներ մատուցելու ռուսական այս եկեղեցում, որ Սուրբ Միքայել հրեշտակապետի անունն է կրում։ Եվ այսօր իմաստնավորի, քանի որ Սուրբ Միքայել հրեշտակապետի տոնն է մեր տոնացույցի համաձայն, այսօր այստեղ Սուրբ Պատարագ ենք մատուցում։ Եվ պարտավորություն ունենք շնորհակալություն հայտնելու Ռուս եկեղեցում իր հովվապետին Կիրիլ Պատրիարքին, ինչպես նաև այստեղ ծառայող հոգևորականներին ռուս, հայր Անդրեին և հայր Աֆանասիին, որ այստեղ են, որոնք շատ եղբայրական մթնոլորտի մեջ ծառայում են մեր Գյումրի քաղաքում ի սպասավորություն ռուս պրավոսլավ հավատացյալների, որոնք այս քաղաքում կան։ Եվ առ այսօր մենք որևիցե խնդիր, որևիցե հարց չենք ունեցել եւ պիտի առաջիկայում էլ չունենանք։ Այ երբ որ հարց են տալիս, թե ինչպես պետք է լինեն քույր եկեղեցիների հարաբերությունները եւ որոնք են քույր եկեղեցիների հարաբերությունները, ահավասիկ քույր եկեղեցիների հարաբերության իրական օրինակ։ Երբ որ մենք որևիցե խնդիր չունենք ռուս եկեղեցու հետ, ռուս եկեղեցին որևիցե խնդիր չունի մեզ հետ եւ փոխադարձ այս եղբայրական եւ բարեկամական մթնոլորտի մեջ մենք նաեւ հնարավորություն ունենք աղոթելու ռուսական այս գեղեցիկ տաճարում, որը ժողովուրդ անվանում է Պլպլան ժահր։ Ուրեմն նախ եւ առաջ պարտավորություն ունեինք այդ շնորհակալությունը հայտնել։ Երկրորդ, այսօր մեզ հետ է մեր սիրելի եղբայրը, ավագ եղբայրը, Վենեսուելայի, հեռավոր Վենեսուելայի հայոց առաջնորդ Տեր Կոմիտաս arczepiskopos Օհանյանը, ում հյուրը լինելու պատիվ ունեցաք մենք այս տարի ամռանը արձակուրդի ժամանակ մոտ 10 օրեր մենք վայելեցինք Սրբազանի հյուրընկալությունը եւ այսօր կարճատև հնարավորությամբ փոխադարձում ենք այդ հյուրընկալությունը իրեն եւ այսօր ուրախ ենք որ մեր սիրելի Սրբազանը Կոմիտաս Սրբազանը այսօր մեզ հետ է այս տոնական օրը մեզ հետ է եւ հրավիրում ենք իրեն որ օրվա պատկամը ինքը ձեզ փոխանցի համեցեք Սրբազան Amen Hor եւ Որդվո եւ Որդի Սրբո ամեն Ուրախ բադեհություն մնե սիրելի քույրեր եւ եղբայրներ որ այսօր մեր շատ սիրելի եղբոր Միքայել Սրբազանի անվան դոնագադարության գտնվում ենք իր անվան հրեշտակապետի եկեղեցու մեջ եւ մեր սրդակին մաղթանքն է ծեր սրդերեն առնելով բոլորիդ գոմեն բոլոր իր թեմի շիրագի թեմի ժողովրդին եկեղեցականներուն թվրաստասին եւ բոլորին գոմեն մենք Աստծո աղոտ կմադուց բարձրացնենք որ դերը միշտ իր հրեշտակներով վհաբան լինի իրեն առողջ երկար կյանք տա որպեսզի ընտերգար ծառայե Հայաստանի այս արաքելական Սուրբ եկեղեցու եւ մեր ժողովրդին Այն մտածումները սաբահուն երբ մեր սիրեցյալ եղբայրը սա որ պատկամ ուտամ ցեզի այսօր իմ մտքին առաջացավ այն մտածումը որ արդյոք մեր ժողովրդի զավակները գհավադան հրեշտակներու գոյության եթե երբեք անգասկած գհավադան եւ ես պիտի փորձեմ ցեզի հրեշտակներու մեր յանքին այդ
խառնված ուրեմն ներկայությունը այսպես մի ցևով դալ, փաստել եւ առաջին հերթին դուք գիտեք որ հրեշտակներու մասին Սուրբ Գրքի ծննդոց քրքին մեջ մենք կհանդիպենք երբ որ Ադամ եւ Եվա անհնազանդության պատճառով այսինքն անհավատության Աստծո չհնազանդելուն Աստծո հրահանգին գամքին չհնազանդելուն վդարվեցան գենած ծառի մոդեն դերը բահակներ տրավ իր ռեշտագաբեդեր տրավ տրախտի մուտքին հրաղեն սուրերով հետևաբար մենք կրնանք ասել որ սրբությանց բահակ են հրեշտակները հրեշտագաբեդերը եւ անշուշտ այսօր գուքա Եզեկիել մարգարեն նաեւ օրվան ընթերցման մեջ են մեզի ցույց տալու որ Աստուծո քահին շուրջ ոչ միայն քարագերբյան հրեշտակներ կան հրեշտակաբեդերը գեցած են բահակ այլև փյուրոց անհամար հրեշտակներու խումբերը բաշարած են կահը եւ դեվապար առանց կենալու երկեն սուր դերզորությանց հետևաբար երթալով մեր քրիստոնեական կյանքին կտեսնենք որ հրեշտակները ոչ միայն բահակ են նաև մարդկային կյանքի մեջ ավետապեր են ավետապեր ես նոր գդագարանեն ուզեմ օրինակս առնել երբ Գաբրիել հրեշտակը եկավ Սուրբ Գույսին Աստվածամոր ավետեց բարի լուրը հետևաբար միայն Աստվածամոր գրնա հրեշտակը կալ եւ ավետապերը լալ ոչ դեպաբար հրեշտակները ավետապեր են Քրիստոսի հավատացող Քրիստոսի ժողովրդին որովհետև հրեշտակները անդեսանելի ըլլալով հոգի ըլլալով բայց մշտական ներկայություն են մեր քրիստոնեական կյանքի մեջ Աստուծո քահի բահակները ինչպես կրնակ երևակայել որ Աստուծո քահը ներկայացնող Սուրբ խորանի շուրջը բահակներ չլան անոր համար խորաններու երկու անգյունները ընդհանրապես չահի պատկերով գենած ծառի պատկերով բայց յուղաներ որնանգարչությամբ հաջող գտրվին հրեշտակաբետներու Գաբրիելի եւ Միքայելի ներկայությունը հիշեցնելու համար մեզի թե Աստուծո քահին նման սրբություն սրբոց է Աստուծո դաջարը ուր գպնակի գիչնե Սուրբ խորանը ուր դերը ամեն սուրբ բادرակի գիչնե եւ հետեւաբար մեզի համար եթե երբեք խորը մտածենք պետք է երկյուղածություն սարսափ ըսկանք եթե Աստուծո մեծությունը գրնանք ընտրնել իմ անձնական կյանքի մեջ սիրելի հավատացյալներ ես կուզեմ ցեզի օրինակ տալ որ հրեշտակները միայն անմարմին չեն ինձ եւ քեզի նման մարմին գարնեն գուքան եւ իրենց բարի լուրը ուդան նույնիսկ կփռնեն կուցերքդ ես իմ կյանքի մեջ մի առիթ ունեցած եմ դեսնելու հրեշտակը երբ որ բادرակեմ վերջ եկած էի իմ առաջնորդարանից սրահը նստած էի հանգարտ զգացի որ մեկ գուքա եւ պետք է երթամ եւ թիմավորեմ զինք երբ որ միջանց կանցա դեսա մարդոց մեծ բարձր երդասարդ շատ գեղեցիկ գանաչ վարդակույն փնության քույներով հակոստով եկավ ցերքս բռնեց եւ ինձի շատ հետաքրքրական պատկամ մտավ որովհետեւ այս շրջաններեն բժշկուհի մի եկած էր որ ցերքով
աղոթելով առանց մարմնի դպնալու բժշկություն կգադարեր։ Եվ ես ինքը դարած էի Հալեբեն տեպի Կամշլի շրջանում առաջնորդ էի, որպեսզի այնտեղ նալ ինքը իր բժշկությունը կդարե։ Բայց որովհետև դեղույն բժիշկները շատ վրդոված էին, որովհետև այս հայուհին ամեն դասվարգյան հիվանդ կընդուներ և թարմանում կգադարեր, ուզեին զինքը բռնել, փանդարգել և սուրյական երկրի մեջ ասված գիտե ոնց կրնային մենք օգտակար լալ այդ հայուհին։ Եվ ես շատ մտահոգության մեջ էի և ահավասիկ Աստուծո հրեշտակը եկավ և ինձի ասավ դուք ապահով ցևով պիտի գարենաք այս քաղաքեն անցնել և երթալ։ Բահմը այսպես դարձա, արդեն ինք չգար, ես թողով լեցվեցա, մտածեցի այս պատկամը ինչ կրնա ալալ, ամիջապես իմ հոգը բժշկուհին ազատելներ, ամիջապես դեղյակ պահեցի, որ իջնեցած և դասվարգյանեն արի և ապահով ճամփաներով ես զինքը հասցուցի դեր։ Հետևաբար այս օրինակը իմ անկյանքեն առնելով գուզեմ ցեզի ասել։ Այսօրվան ավետարանը մեզ երկու գեղեցիկ պատգամներ տվավ, Պողոս Արաքյալը և ավետարանը։ Ավետարանը ասավ ամեն մեկ բզդիկ որ կտեսնեք, մի արհամարհեք, որովհետև անոր հրեշտակը Աստուծո քահին առջև կանգնած է։ Ինչ կնշանակե մանուկները հրեշտակներու ամեղությամբ հրեշտակներ են, wanոնք բահակներ ունին դեպապար, բայց ամեն մեկ քրիստոնյա, եթե երկրորդ պատգամին երթանք, այսինքն սիրեցեք արդարությունը և ադեցեք անիրավությունը ձեր կյանքի մեջ, և երբ որ սա ձեր բնությունը կդառնա, և ձեր հավատքը մեր Հիսուս Քրիստոսի, մեր փրկչին, Քրիստոսի խաչով փրկության, իր հաղորդությամբ Հիսուսի հետ մեր միացման այդ հավատքին հետ, մեր բնությունը, մեր կյանքի մեջ կդառնա հրեշտականման, վստահ եղեք, որ գիշեր, ցերեկ, դերոջը հրեշտակները մեզի հետ են և մեզի բահաբան են։ Ամեն մեկը ձեր ծնողները, ցեզի բարեբաշներուն ես կհավատամ միայն, որ հանգարց դերը շատ վտանգներ են գազադե և մարդիկ անոր բացատրությունները չունին։ Իքում կամ արդում։ Ահավասիկ, մենք գիտենք, որ դերը յուրաքանչյուրիս բահաբան հրեշտակներ դրած է մեր աչին և մեր ցախին մենք չենք տեսներ։ Բայց եղած են բարեբաշներ, որոնք տեսած են հրեշտակները զունգի եղած իրենց մոտ։ Դուք գիտեք, որ աշխարհի վերջին միայն մարդիկը պիտի չթափվին, նաև հրեշտակները պիտի թափվին, որոնք չհասան ավետապեր իրենց խոսքերով, իրենց ուրեմն բահբանության տակ գտնվող հավատացյալներին ուղղության մեջ օգտակար լինել։ Հետևաբար ամենեն կարևոր գեդը սիրելի հավատացյալներ, հրեշտակներու ներկայությունը, կենդանությունը և հրեշտակներու խումբերուն ցայնը, ինչպես որ մեզի Սուրբ Գիրքը գսե, շուրերու, արատ շուրերու, չրվեժներու ցայն է, ինչ որ կնշանակե կյանքի խորհրդանշանն է։ Հրեշտակները դեպապար կյանքն են, Աստուծո փառքին շուրջ այդպես համախմբված կյանքն են և քրիստոնեական մեր հավատքին ջամփով, ավետարանին ջամփով, Սուրբ Խորանի հաղորդության ջամփով մենք մեր կյանքին մեջ եթե մնանք հավատացյալ, բայց հրեշտակներու նման դեպապար ամեն օր ցերեկ և գիշեր մեր շունչ առնել դալուն արագությամբ փառք տանք Աստուծո, քոապանենք Աստված, նմանած գլանք հրեշտակներուն, բայց երբ որ մեր մարմինները իրենց վախճանին պիտի հասնին, երանի անոնց, որոնք քրիստոնեական խոր հավատքով և փառությամբ, արդարություն սիրելով, անիրավություն ադելով կյանք կապրին, որովհետև անոնք
հրեշտակ պիտի դառնան։ Հավատացյալները հրեշտակ պիտի դառնան։ Աստված ինչպես բադի տված է մեզի, որ մենք հրեշտակներն ավելի վեր ենք, որտեղ Աստուծո պատկերով ստեղծված ենք, հոգի ունենք եւ օրը հրեշտակներու նման ինչպես փոքրիկները հրեշտակներ են, եթե հրեշտակ ապրիկ մանուկներու նման ապրենք եւ արժանանանք երկրորդ կյանքին, մեռելներեն վերջարության կյանքին, որ ամեն մեկուն արդար իրավունքն է, արդարներուն իրավունքն է, հետևաբար մենք ոչ միայն հրեշտակ պիտի լանք, հրեշտակներեն ալարաջ Աստուծո կահին աջ կողմը բազմած մեր դիրոջ աջ կողմը պիտի լանք։ Կահին գողքին, փառքին մեջը դիրոջ։ Հետևաբար Միքայել եւ Գաբրիել հրեշտակապետներու ներկայությունը թող մեզ մի քիչ այսպես ցնցես երկյուղածությամբ դեցնե սրբության ցանթեպ եւ իրենք ներկայացուցիչներն են թբրած տասին թբիրները թբրուհիները հրեշտակներու խումբին կպատկանի որ դեպապար կփարապանեն Աստված այդպես է իրենց հակուսները հրեշտակներու սկեսներ են հետևաբար սիրելի հավատացյալներ դերը գենթանի է միշտ ներկա է մեր կյանքի մեջ եւ եթե ինքը արքայության մեր թակավորներուն թակավորն է իր փանակները բահագ են իր թակավորության եւ հավատացյալները իր դաջարները Աստծո թակավորության ուրեմն սահմանին մեջ դեպապար Աստծո բահբանություն ունին ծեր նեղությանց մեջ խորաբես աղոթեցեք խնդրեցեք Գաբրիել, Միքայել, Ռաֆայել, մյուս հրեշտակապետներն եւ բոլոր հրեշտակներն ցեզի բատկամ դան, ցեզի փարիլուրեր դան, ցեզի ուղղություն դան, ցեզի բահակ դառնան, ցեզի ձեր կյանքին հետ ճավին եւ վստահ եղեք, որ ձեր կյանքը ավելի քաղցր կլա, ձեր հավատքը ավելի զորավոր կլա եւ մենք այս սուրբ եկեղեցու արդար զավակներ կլանք։ Շնորհակալություն մեր սիրելի եղբոր, որ մեզի այս արիտը տվավ երկու մտածումներ դալու ցեզի, ես երջանիկ կսկամ, որ Աստված արիտներ գուտա այս վերջին դարներուն անգամ երկու կամ երեք Հայաստան այցելել, որտեղ այս հողը սուրբ հող է։ Հայաստանը սուրբ հող է։ Աստված մարդը հոսը ստեղծած է։ Աստված եկեղեցու խորհրդանշան եղող նոյան դաբանը այստեղ իջեցած է։ Եվ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ այն սուրբն է, որ խորվիրաբի մեջ ձևապար ունեցավ 4-րդ թասու հրեշտակներեն հրեշտակի այցելությունը, որ իրեն ամեն օր հաց կբերեր։ Անշուշտ հրեշտակի նման չէր կար, փարիբաշվի ձևով գրնար ներկայանալ, բայց Աստված իր եկեղեցին դերն է եւ իր ժողովրդին բահաբանն է եւ դերը օրհնեց բոլորդ։ Amen.